Երբ ես խոսում եմ զենքով, ուժով, իշխանության գալու անթույլատրելիության մասին, որոշ սութի ընդդիմադիրներ ինձ այս տեսակ կոմենտներ են գրում, թե իբր ծախվել եմ իշխանությանը, բայց ցավոք սրտի առաջին ծախվածը հենց իրենք են։ Միթե պարզ չէ, դաշ չէ, այս ազգը հոկտեմբերի 27-ը տեսել, ինչ է շահել դրանից հետո, միայն ավելի վատ է եղել դրանից հետո։ Եվ բացի այդ, այս տեսակ կոմենտներ գրողներ կամ մարդիկ, որոնք մտածում են, թե պետք է սպանելով իշխանության գալ, դուք չեք հասկանում, որ այդ սպանելով էլի Սերժին կամ Քոչարյանին էիք բերելու իշխանության, լավ մի 10 տարի էլ կառավարեցին, բայց այս ժողովուրդը խո այդ անարդարության զգացումը ունենալու էր, նրանք երբեք ընտրությամբ չեն ընտրվել ու չեն էլ հետո ընտրվելու, էլի նույն պրոցեսներով, կաշառելով, այս անելով, այն անելով պետքա գային պահին իշխանության, լավ մի 10 տարի էլ կձգեին ժողովուրդը, հետո նորից նույն բանը կանեին, էլի նույն հեղափոխություն կամ էլի անկարգություններ ու այսպես ցիկլի մեջ ենք անընդհատ հայտնվելու, միթե դա ձեզ համար պարզ չի, կամ այլ բան ասեմ, երբ դեռևս գործում է ընտրության մեխանիզմը, լավ, վատ, Գյումրիում օրինակ ընդդիմադիրները հաղթեցին, այդ նույն պրինցիպով կարելի է մտածել, որ Հայաստանում էլ ինչ որ սխեմաներով, ինչ որ ձև հնարավոր է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, եւ ինչի դուք բոլորդ այդ նախկինների թիմակիցները եւ այլն այտենց դեմ եք ընտրությանը, որովհետեւ երևի գիտեք, որ ընտրությամբ ձեն չեք տանելու, դրա համար ձեզ այս տեսակ բաներ է պետք, որպեսզի իշխանության գալ, այլապես դուք շանս չունեք, դրա համար էլ այտենց դեմ եք ընտրությանը, բայց իրականում ռեալ շանս կա ընտրությամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այ եթե ընտրություն կեղծի եւ մնա իշխանության ապօրինի կերպով, այ դրանից հետո նոր կարելի է խոսել ինչ որ այլ մեթոդներով իշխանություն վերցնելու մասին, իսկ հիմա քանի դեռ այդ հույսը կա, այդ շանսը կա, պետք է ամեն կերպ պետականության հիմքերը ամրացնել եւ ընտրությամբ իշխանություն փոխել։